Դեպի Ռուսաստան հայկական գյուղմթերքի եւ որոշ այլ ապրանքատեսակների սահմանափակումների ֆոնին կարծիքներ էին հնչում, թե սա մեծ վնասներ է հասցնելու մեր տնտեսությանը։ Ընդհուպ մինչև ճգնաժամի մասին էր խոսվում։ Սակայն թվերն ու հաշվարկները ցույց են տալիս, որ իրականության մեջ պատկերն այլ է։ Կենտրոնական բանկում վերլուծելով իրավիճակը փաստում են, նույնիսկ իրադարձությունների վատատեսական սցենարով զարգացման դեպքում ՀՆԱ-ի վրա ազդեցությունը չէր գերազանցելու 2%-ային կետը։ Այստեղ մենք հաշվի ենք առել այն ապրանքախմբերը, որոնք որ Հայաստանում թողարկվում եւ արտահանվում են Ռուսաստան, որոնց մասով որ արդեն իսկ գործող սահմանափակումներ կար, այսինքն ինչ-որ ֆիտոսանիտարական նորմերի, պայմանների եւ ներմուծման պայմանների խստացումներ եւ ուղիղ սահմանափակումներ կար, այսինքն բուսական ծագման ապրանքների, կենդանական ծագման եւ սննդի արդյունաբերության որոշ խմբերի, ոչ ամբողջական խմբերի, օրինակ հանքային ջուր, դրանց մի մասի նկատմամբ, ալկոհոլային խմիչքների մի մասի նկատմամբ, որոնք ընդհանուր առմամբ այդ մասով ամբողջական արտահանումը մեր ՀՆԱ-ի մինչև մոտ 2%-ային կետի չափով էր։ Ընթացիկ զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ իրադարձությունները զարգանում են ավելի մեղմ սցենարով։ Սահմանափակումների ազդեցությունն այս պահին գնահատվում է ՀՆԱ-ի 1.3-ից 1.5%-ային կետի շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչի խոսքով պետք է հաշվի առնել նաև այլ գործոններ։ Ազդեցությունը տնտեսության վրա, այդ ըստեյության այն դեպքում ենք արտահայտում, երբ որ այդտեղ մենք ունենում ենք արտադրության թուլացում, կրճատում կամ ծավալների նվազումներ, բայց մյուս կողմից մենք խոսում ենք, որ այդտեղ այդ ապրանքախմբերը, որոնք որ արտահանվում են Ռուսաստան, դրանց մի մասը առնվազն, օրինակ բուսական ծագման, հատկապես բանջարեղենի եւ դրանց առանձին ապրանքների մասով արտահանման ծավալները դեպի Ռուսաստան արտահանվող, եթե մենք նայում ենք տեղական շուկայում դրանց սպառման ծավալների համեմատությամբ, այդքան էլ մեծ չէին։ Այսինքն տրամաբանորեն իրենք կարող էին նաև տեղական շուկայի կողմից կլանվել, բնականաբար ունենալով որոշակի գնանկումային ազդեցություններ։ Անկախ վերլուծական կենտրոնները եւս հաշվել են սահմանափակումների տակ ընկած ապրանքների ծավալը։ Նշում են, հանրային միջավայրում շատ հաճախ ծայրահեղացվում է սահմանափակումների ազդեցության վերաբերյալ սպասումները։ Այդ ազդեցությունը ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել։ Մենք փորձել ենք որոշակի հաշվարկներ արել, վերցրել ենք այն ապրանքների ցանկը, որոնք պաշտոնապես, այսպես ասած, սահմանափակումների տակ են գտնվում, բացառությամբ կոնյակի, հանքային ջրի, որոնց մասով դա էպիզոդային է կիրառվում տարբեր ընկերությունների կամ տարբեր ընկերությունների խմբականակների վրա, եւ փորձել ենք հասկանանք, թե 2026 թվականի հունիսի 11-ից, մայիսի ծաղիկի գծով մայիսից արձանագրվել այդ սահմանափակումները, այլ ապրանքների գծով հունիսի 11-ից, փորձել ենք հասկանալ, թե ազդեցությունը 2026 թվականին ինչքան կլինի, դա կազմում է մոտավորապես $260 միլիոն։ Ավելի սահմանափակ քանակությամբ $3 միլիոն դա տրանզիտային ապրանքներին է վերաբերում, որովհետև շատ նմանատիպ ապրանքներից նաև Ռուսաստանի տարածքով տարանցում է օրինակ Բելարուս, Ղազախստան, Ղրղստան, այլ երկրներ։ $260 միլիոն համարժեք է Հայաստանի ՀՆԱ-ի 0.9%-ին, սակայն սա միայն տեսական թիվ է, ապրանքը չի ոչնչանալու, այն սպառվելու է այլընտրանքային տարբերակներով։ Տնտեսագետի կարծիքով խնդիրն այստեղ ոչ թե գլոբալ տնտեսական վնասն է, այլ դրա սոցիալական ազդեցությունը կոնկրետ ֆերմերների վրա։ Այսինքն դոլարային արժեքով մեծ ծավալի մասին չենք խոսում, բայց դա վերաբերելու է հազարավոր, տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսությունների, որոնք պարբերաբար իրենց ապրանքը արտանում են ռուսական շուկա։ Հետևաբար շատ տնտեսվարողներ են իրենց վրա, նաև ֆերմերային, ֆերմերները զգալու են իրենց վրա այս սահմանափակումների ազդեցությունը։ Ես կառաջարկեի ոնց որ տարանջատել էլի հարցը, խնդրի մեծությունը եւ խնդրի մասշտաբները։ Ուսումնասիրություններին ծանոթացել է նաև Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Նշում է, արտահանվող ապրանքների մի մասը փաստացի սպառվում է տեղում, իսկ մյուս մասը մթերող եւ վերամշակող ընկերությունների հետ աշխատանքի արդյունքում կազմակերպում են, որ արտահանվի։ Կառավարությունը ամեն ինչ անում է դա հաղթահարելու համար եւ Ազգային ժողովը նույնպես հենց վերջին նիստին մենք ընդունեցինք մրգային օղիների ակցիզի խիստ նվազում, զուտ են նպատակով, որ այդ մրգերը նաեւ մի մասն էլ օղու վերացվեն, որպես պահանջարկ ունի հատկապես Միացյալ Նահանգներին։ Մեր արտահանման ծավալի մեջ ինքը ընդամենը 3% է։ Այսինքն 3%-ը շատ մեծ չի, իհարկե նորից եմ ասում, պետք է ամեն ինչ անել, որ դա այդ վնասը նույնպես
բացառել։ Իդեպ կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ այս սահմանափակումները կբերեն մոտ 0.5-ից 0.6% գնանկման, սակայն իրական ցուցանիշներն ավելի մեղմ են։ Լրացուցիչ գնանկումային ազդեցությունը մոտ 0.3-0.4%-ային կետի շուրջ են այս պահի դրությամբ, բայց այստեղ եւս պետք է նորից երևի թե 1-2 գործոնել նշենք, որը կարևոր ազդեցություն է ունեցել, օրինակ որոշակի ազդակներ ենք ստանում, որ գյուղատնտեսական այս բերքահավաքի սեզոնը մի փոքր երևի ավելի հետընկած է այս տարի եղանակային պայմանների առումով, միգուցե դեռևս երբ որ այդ մեծ ծավալներ կան, այդտեղ կարող է գնանկումը տեսնենք ավելի կամ այդտեղ նաև որոշ ազդակներ ունենք, դեռևս տվյալներ թվային չունենք, որ առանձին ապրանքախմբերի մասով, օրինակ բերքի ծավալները մի փոքր ավելի թույլ են այս տարի, քան թե նախորդ կամ միջինում, որ մենք ունենում ենք։ Տնտեսագետների գնահատմամբ, թեև սահմանափակումները հաճախ օգտագործվում են որպես քաղաքական ճնշման գործիք, սակայն սա նաև ազդակ է պատկան մարմիններին։ Ես նկատի ունեմ սննդի անվտանգության տեսչական մարմնի մոտ, այլ կառույցների մոտ, որոնք պետք է ավելի հետևական լինեն ապրանքի որակի նկատմամբ եւ ապրանքի որակի բարձրացումն ինքնին ավելի կնվազեցնի նմանատիպ միջոցների կիրառման հավանականությունը։ Առկա խնդիրները, որոնք առնչվում են որակի ստանդարտների բարձրացմանը, քայլ առ քայլ կլուծվեն, վստահ է Սերգեյ Բագրատյանը։ Այստեղ կարևոր է, որ եռակողմ աշխատանք տարվի։ Եվ կառավարություն, եւ ազգային ժողովը, եւ տնտեսվարողը պետք է անդադ քննարկեն, գտնենք հնարավոր բոլոր միջոցները եւ նաեւ ակտիվ լինենք արտաքին շուկայում, ամեն ինչ անենք, որպեսզի մեր ապրանքը հասկանալի լինի մյուս երկրների, եվրոպական շուկայում, ասիական երկրներում։ Այս աշխատանքը պետք է ամենօրյա կատարել, չպետք է թողել, որ հանկարծ մենք ունենանք վակուում, որի արդյունքում որևէ գյուղացիական տնտեսություն տուժի։ Հայկ Ասպանյանը դեռ հստակ ազդակներ չի տեսնում, թե երբ վերջ կդրվի ռուսական սահմանափակումներին, սակայն առաջարկում է այս ընթացքում փորձել հայկական շուկա բերել միջազգային խոշոր ընկերությունների, որոնք հայկական ապրանքներ հավուր պաշարչի կներկայացնեն եվրոպական շուկայում։ Այս պահին մեր մոտ ընդամենը մի ընկերություն կա, որ կարող է քիչ թե շատ ներկայանալ այդ ապրանքները նաև ծավալի առումով ներկայացնի եվրոպական շուկայում, մեզ առնվազն պետք են մի քանիսը այդպիսին խոշոր ընկերություններ, որոնք եթե իրանց մատակարարման աղբյուր են դիտարկում օրինակ Իսպանիան, Ալժիրը, Թունիսը, նաև Հայաստանը կդիտարկեն որպես այդ ապրանքների գծով մատակարարման երկիր։ Ինչ վերաբերում է ապագային, կենտրոնական բանկում նշում են, այն շատ գործոններից է կախված։ Օրինակ թե ինչքան երկար է սահմանափակումները կտևեն, ծավալները կմեծանան, թե չէ, ինչքանով է հնարավոր նոր շուկաներին ինտեգրումը, ինչ արդյունավետությամբ եւ ինչ արագությամբ դա տեղի կունենա եւ այլն, բազմաթիվ այլ գործոններ, հա, այդտեղ պետք է հաշվի առնենք, բայց ընդհանուր առմամբ այն զարգացումները, ինչ որ մենք մինչև հիմա տեսնում ենք, միգուցե մի փոքր լավատեսության, ավելի լավատեսական բանի տեղ են տալիս, քան մենք օրինակ հունիսին էինք մտածում։ Մասնագետները մեկ հարցում համակարծիք են, որքան արագ Հայաստանը դիվերսիֆիկացնի արտահանման շուկաներն ու բարձրացնի արտադրանքի մրցունակությունը, այնքան փոքր կլինի նման սահմանափակումների ազդեցությունն ապագայում։ Նիկոլայ Ավետիսյան, Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ լուրեր։